ժամանակ ես առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրը իրականացնել ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ մենք բարեբախտաբար բավականին մեծ տարածքներ եւ հնարավորություններ ունենք, եւ նաեւ ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու եւ նաեւ կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք, մեր երկիր ունենք, այսինքն ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել տակը այս նախագծի հիմքում եւ իհարկե նաեւ ուզում եմ գոհունակությունը արտահայտել, որ այո, պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս եւ կուզեմ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ջերմեռանդությունը եւ վճռականությունը ընդգծել եւ դրան շնորհակալություն հայտնել դրա համար եւ ասել նաեւ, որ երբ որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ է, շատ հասցեական է եւ որի ռազմավարական բնույթի հետ կապված որևէ կասկած, որևէ քննարկում ընդհանրապես չի կարող լինել, բայց ես նաև այս համատեքստում ուզում եմ մենք գնահատենք, թե վերջին ամիսներին տեխնոլոգիական ոլորտում ինչեր է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որոնք գիտեք ինչ, երբ որ տեղի են ունենում, դա արդեն դառնում է սովորական բան, բայց երբեք մենք չենք արձանագրում, թե ինչքան ժամանակ, ինչքան ջանքեր են գործադրվել, որ դա տեղի ունենա։ Հիմա Starlink-ի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեցին, հիմա դա արդեն շատ սովորական մի իրադարձություն է, բայց շատ երկար ժամանակ մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ հիմա ըստ էության Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լեռներով, սարերով, դաշտերով ցանկացած ընկերություն, ցանկացած անձ կարող է ունենալ լայնաշերտ արբանյակային ինտերնետ, ինչը նաև մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման շատ կարևոր խթան է եւ մենք նաև ուզում ենք, որ նաև մարզերում ներդրումներ լինեն այս տրամաբանությամբ եւ դա արդեն կոնկրետ ենթակառուցվածք է։ Մենք ըստ էության մի սուպեր համակարգիչը գործարկել ենք ինժեներական քաղաքում, թե չենք գործարկել ենք Այո, արդեն գործարկել ենք մյուս սուպեր համակարգիչը, որը էլի ձեռք ենք բերել Nvidia ընկերությունից եւ պարոն Հուանգի հետ նաեւ այցի ընթացքում քննարկումներից մեկն է եւ հիմա կարծես թե այն օրը մենք Երևանի պետական համալսարանում արդեն կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու սուպեր համակարգիչը եւ մեր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կառավարության ծրագրերը նաեւ մենք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նոր համագործակցություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել եւ սա շատ կարեւոր process-ներ են եւ սրանք խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում մեր երկրին եւ բոլոր առումներով եւ շատ կարեւոր է սա գնահատել եւ ընդհանրապես գիտեք ինչ շատ կարեւոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը մենք որտեղ է գտնվում մեր երկիրը այսօր ընդհանրապես սա շատ կարեւոր հարց է բայց այստեղ շատ կարեւոր գաղափարախոսական հարց էլ կա որովհետեւ կապված է թե ինչ դիտանկյունից ինչ գաղափարախոսության դիտանկյունից է դիտարկում հարցերը Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք, չեմ ուզում տեն շատ
տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է նա, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորություն է այս պատմության մեջ։ Նորությունն է նա, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային, եւ էլի ես ուզում եմ ասել, ոնց որ խոսում ենք նոր տեխնոլոգիական ոլորտում զարգացումների մասին, էլի շատ սովորական բան է, 2026 թվական Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով։ Դե գագաթաժողովը տեղի ունենալու, ինչ կա որ Աշտանը տեղի ունենալու կենսաբազմազանության COP17 համաժողովը, դե COP17, լավ, օքեյ, տեղի ունենալու, բայց կործանվում ենք։ Nvidia-ն եւ մյուս ընկերությունները 500 միլիոնի ներդրում են անում, ներդրում չկա Հայաստանում, ոչ մի ներդրումները Հայաստանից փախնում են։ Եվ այլն եւ ընդ որում ուզում եմ ընդգծել, որ COP17-ի COP17 Հայաստան եկել է քվեարկության արդյունքում։ Այսինքն սովորաբար երկրները պայմանավորվում են, բայց այս դեպքում այնպես է ստացել, որ պայմանավորվածության չի հաջողվել հասնել եւ Հայաստանի տեխնացությունը մի քանի այլ տեխնացությունների հետ դրվել է քվեարկության եւ Հայաստանի Հանրապետությունը այդ քվեարկության արդյունքներով հաղթել է։ Իհարկե եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի դեպքում մի փոքր այլ էր իրավիճակը այնպիսին էր, որ ելի երկրներ կային տեխնացուներ, բայց այդ երկրներն էլ իրենց հերթին պաշտպանեցին Հայաստանի տեխնացությունը եւ ես ուզում եմ նաեւ նրանց շնորհակալություն հայտնել այդ վերաբերմունքի համար։ Ես նկատի ունեմ կա երկու հարթություն այսօր Հայաստանում։ Այն հարթությունը, որը գոյություն ունի տրանսֆորմացիայի բանաձևերի շրջանակում եւ որի դիրքից երևում է հեռանկարը Հայաստանի Հանրապետության, երևում է ապագան, ընդ որում ապագայի հարցն է շատ կարևոր հարց է։ Ես օրինակ մանավանդ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա կա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք, եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի։ Օրինակ շատ կարևոր է մոդելավորել, թե ինչ նշանակում ապագա կա եւ ինչ նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այսինքն ապագան, եթե մենք ուզում ենք բերել ապագա հայեցակարգային հասկացությունը ուզում ենք բերել դնել գործնական հարթության վրա, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ունես նախագիծ, որ պետք է իրականացնես, կոնկրետ նախագիծ։ Եվ այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ։ Ապագա չկա այն դեպքում, երբ որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես թռնելու։ Երբ որ չկա, դա նշանակում է չկա ապագա։ Իսկ երբ որ դու կողմնորոշված ես, թե ինչ ես անելու։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք։ Այդ կողմնորոշման մի մասը ակնհայտ է, մյուս մասը
ավելի մանրամասն ներկայացնելու համար մեզ ժամանակ է պետք եւ այդ ժամանակը մենք պետքա քաղաքական եւ ռացիոնալ օգտագործենք։ Եվ կարծում եմ, որ իհարկե ընդ որում շատ լավ է այս առիթով ենք խոսում, որովհետեւ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում, Վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի, եթե հիմա հետևենք մեր անդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Կտանեն այնտեղ, որտեղ չեն կործանվում։ Խնդրեմ